Ժողովուրդ օրաթերթը գրում է. ազգային ժողովի ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի քաղաքական դիրքերը իշխանական թիմում շարունակում են ոչ միայն թուլանալ, այլև վերանալ։ Վերջին ամիսներին նա մեկը մյուսի հետևից կորցնում է ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները, իսկ երեկ գրանցվեց հերթական անհաջողությունը։ Իշխող կուսակցությունը մերժեց նաև նրա թեկնածությունը ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվեց Նազելի Բաղդասարյանը, իսկ Արթուր Հովհաննիսյանը նիստի մեկնարկից հետո ընդամենը 10 րոպե անց լքեց ՔՊ գրասենյակը։ Սա սակայն Հովհաննիսյանի առաջին անհաջողությունը չէ, ավելի վաղ նա չընտրվեց ՔՊ վարչության անդամ, չնայած կուսակցության ներսում ուներ մեծ հավակնություններ։ Դրանից հետո դժվարությամբ տեղ գտավ կուսակցության նախընտրական ցուցակի ոչ պատվաբեր համարում։ Այնուհետև արդեն նոր գումարման ազգային ժողովում Հովհաննիսյանը փորձել էր առաջադրվել նաև ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում, սակայն այդ նախաձեռնությունը եւս աջակցություն չստացավ եւ նա կրկին մերժվեց։ Ժողովուրդ օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ այս անհաջողությունները պատահական չեն։ Կուսակցության ներսում արդեն որոշված է, որ Արթուր Հովհաննիսյանը չի շարունակի նաև ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում։ Նա կմնա շարքային падգամավոր առանց քաղաքական ազդեցության եւ որոշումների կայացման գործընթացում էական դերակատարության։ Հովհաննիսյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության պատճառներից մեկը նրա վարքագիծն է։ ՔՊ-ում բազմիցս քննարկվել է, որ նա անհավասարակշիռ պահվածք է դրսևորել եւ իր հրապարակային հայտարարություններով վնասել իշխող թիմի հեղինակությանը։ Առավել մեծ արձագանք էր ստացել այն դեպքը, երբ Հովհաննիսյանը ընդդիմության կողմից մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել, հայտարարելով, թե պատրաստ է ականջներն ու լեզուն կտրել։ Այդ հայտարարությունը լայն քննադատության արժանացավ թե քաղաքական, թե հանրային շրջանակներում։ Բացի այդ, Հովհաննիսյանի անունը նախկինում կապվել էր նաև թմրամիջոցների վերաբերյալ քրեական գործի հետ։ Ի դեպ, ըստ Ժողովուրդ օրաթերթի, ՔՊ-ում թուլացել են նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դիրքերը։ Դրա հերթական դրսևորումներն էր այն, որ իշխող կուսակցության վարչությունը մերժեց նրա ամենամոտ թիմակիցներից մեկին՝ Հասմիկ Հակոբյանին, որը միաժամանակ առաջադրվել էր ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում։ Խոսքը մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովների մասին է։ Առաջին հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում ՔՊ-ն ընտրեց Զարուհի Բաթոյանին, երկրորդում Տրթատ Սարգսյանին։ Թերթի փոխանցմամբ ընտրված այս թեկնածուներից ոչ մեկը կուսակցության վարչության անդամ չէ, մինչդեռ Հասմիկ Հակոբյանը վարչության անդամ է եւ համարվում է Ալեն Սիմոնյանի ամենամտերիմ թիմակիցներից մեկը։